Այսօր մի հետաքրքիր տեղեկություն եկավ ադրբեջանական լրատվամիջոցներից, որ ահաբեկչություն է կանխվել ընդդեմ դեսպանատան, հետո հասկացվում է, որ այդ դեսպանատուն թիրախը իսրայելական դեսպանատունն էր, իսկ նախորդ օրը Իսրայելի արտգործնախարարն էր եկել Բաքվում։ Ինչ է խմորվում այս երկրում Իսրայելի ձեռամբ։ Ես կարծում եմ բոլորը սպասում են ԱՄՆ որոշմանը Իրանի հետ կապված։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում։ Այո, ԱՄՆ-ն սակայն չի ցանկանում ուժային մեթոդի գնալ, Տրամպը ասեց, dass դա բարդ ավելի երկիր է, այսինքն իրենք գիտեն, որ Իրանը Վենեսուելա չի, չնայած այնպես չի Վենեսուելայում ամեն ինչ ավարտված է։ Իրանի հարվածելը 100%-ով ռեժիմի փոփոխություն չի առաջացնում, ընդհանրապես ցամաքային գործողություն է պետք։ Տրամպը չունի այդ հեղինակությունը, այս ներքին Մինեսոտայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին 30% է դարձել հանրապետականների հեղինակությունը ընտրությունների ֆոնին։ Գումարած դրան Պարսից ծոցի երկրները խնդրել են ըստ էության, դա MBC-ում նշվեց, չանել, որովհետև Իրանի վրա հարվածը տարածաշրջանը կապակայունացնի, այնտեղ ահաբեկչական լուրջ խմբավորումներ կան, Իսրայելը արդեն Լիբանանում է նորից ակտիվանում, եռում է տարածաշրջանը։ Այս ֆոնին գուցե Ալիևին փորձում է Իսրայելը օգտագործել, Ալիևի տարածքը, Ադրբեջանը, եւ մենք հիշում ենք, որ Ադրբեջանին ոչ մի խոսք չասեց։ Դա օգտագործելու տակ ինչ պետք է հասկանալ։ Մենք տեսել ենք մի քանի այդպիսի դրվագներ իրանական կողմից եկած, որ դրոններ են օգտագործել, լրտեսներ են թափանցել, ինտերնետ կապի օգնություն է ցուցաբերել։ Քանի որ դա հակազդեցություն չի առաջացնում, տեսեք Այաթոլլան սպառնում է Տրամպին, բայց Ալիևին չի սպառնում, դա օրինակ է։ Ալիևը ասում է ոգևորվում են Ադրբեջանում, հասկանալով, որ Իրանը թույլ է, այսօր Իրանը չի կարող թույլ տալ Ադրբեջանի հետ նույնիսկ խոսի վատ, հաշվի առնելով միլիոնավոր ադրբեջանցիների ներկայությունը Իրանում։ Ես ինչու եմ ասում, որ այս ռեժիմը Հայաստանին ձեռնտու չի, որովհետև Իրանը թուլանում է։ Իրանը պիտի ուժեղ լինի, մեզ հզոր Իրան է պետք։ Բայց բարձ է Նետանյահուն փորձում է շոշափել տարածաշրջանում իր հնարավոր դաշնակիցներին, հատկապես Թուրքիայի հետ լարվածության ֆոնին։ Ադրբեջանը այստեղ ինչ որ դեր ունի։ Եվ Թուրքիայի հետ է խաղում, եւ Ռուսաստանի, եւ Իսրայելի, սա բարդ գործընթաց է, բայց այն որ Ալիևը ինքը հիմա որևէ լուրջ քայլի չի գնա Իրանի դեմ, ակնհայտ է, որովհետեւ այնպես չի, որ Ադրբեջանը փոքրամասնություն չկա։ Իրանից ֆինանսավորվող։ Թուրքական կողմն էլ կարկանդակի պես հայ-թուրքական սահմանը մոտեցնում հեռացնում է, ինչի են սպասում։ Ես չեմ հավատում, որ սահմանը բացվելու է, գուցե երրորդ երկրների քաղաքացիների համար, որը Հայաստանին որևէ օգուտ չի տալիս։ Էրդողանը ինքը մաքսիմալիստ է, ինչպես Ալիևը, քեմալականները այլ մտածելակերպ ունեին, շատ հաճախ նշում էին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կապված չեն հայ-թուրքական հարաբերությունների, Քլեշ Դարլօղլին խոսեց դրա մասին։ Նախագահի նախկին տեխնացուն մենք տեսանք, որ նույնիսկ Արմեն Սարգսյանն է ինչ-որ կապեր հաստատել ընդդիմության ղեկավարի Էկրեմ Իմամօղլուի հետ հիշում եք խոսակցությունները, բայց Էրդողանը ինքը դեռ սպասում է, նա ավելի գերադասում է Պուտինի հետ տարածաշրջանը կիսել, քան Տրամպի, որովհետև Տրամպի հետ չես կիսում, Տրամպը քեզ ասում է եւ դու անում ես, հաշվի առնելով Ամերիկայի ճնշումները, որ կարող են լինել տնտեսության վրա, հիշում եք լիրայի անկումը։ Պուտինը թույլ խաղացող է եւ Էրդողանի ձեռնտու է Պուտինի հետ կիսել, իսկ հայ-թուրքական սահմանը բացելը չեզոքացնում է ռուսական գործոն տարածաշրջանում։ Դրա համար Էրդողանը չի ասում ոչ, օրը 8 անգամ Ալիևի պես խոսում է խաղաղությունից, բայց գործնական քայլեր դեռ չկան։ Ալիևը ավելի բարդ իրավիճակում է, որովհետև Տրամպը ամեն օր ասում է, որ Ալիևը եւ Փաշինյանը խաղաղության են հասել, դրա համար այս քայլերը անում է գոնե ինչ որ բեռնատարերի որպես միջնորդ երկիր, երրորդ երկիր։ Էրդողանը դեռ չի շտապում, գուցե հույս ունի ինչ որ մի բան ստանալ դրա դիմաց։ Լավ, Անկարայի եւ Բաքվի միջեւ ամեն ինչ հարթ է։ Ոչ, ես հեռու եմ, ես այդ դաշնակից, եղբայր, 21-րդ դարում մենք տեսնում ենք, ՆԱՏՕ-ում էլ չկան դաշնակիցներ, կան շահեր։ Եվ ակնհայտ է, որ եթե մի օր Ալիևը որոշի, որ իրեն ձեռնտու է, օրինակ Վլադիմիր Պուտինի հետ ավելի հաճախ շփվել, բարձր որ Էրդողանին դա դուրս չի գա։ Երկուսն էլ պահում են Ալիևի վրա որոշ լծակներ, Ալիևն էլ խաղում է։ Կարողանա հետագայում խաղալ, եթե սրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, ես դա կանխատեսում եմ, ինչու, որովհետև ԱՄՆ ձեռքը Սիրիայում եւ Լիբիայում լինելու է Թուրքիան։
եւ ուղղվելու է դա Ռուսաստանի դեմ։ Ակնհայտ է, որ զորախումբը ռուսական դուրս է գալիս Սիրիայից։ Այո, եւ Սիրիայի նախագահան այցելելու է Ռուսաստան։ Իսկ ասում Ասադի հանձնման հետ կապված իհարկե Ասադը ողջ է դեռ կլինեն խոսակցություններ, վերջնական դուրս չի գալիս Ռուսաստանը, Խմեյմիում մնում է իրենց բազան, բայց ես կարծում եմ Թուրքիան հասկանալով որ Ռուսաստանը թույլ է, գուցե փորձի Լիբիայից վերջնական դուրս հանել Ռուսաստանը, այդտեղ լուրջ նավթային շահեր կան, այդտեղ Տրամպը կօգնի։ Սիրիայում կօգնի ԱՄՆ-ն այնքանով, որ Ռուսաստանին լիովին հանեն, բայց քրդական գործոնը չեն հանձնի, որովհետև դա կարևոր լծակ է Թուրքիայի նկատմամբ։ Այո, հիմա որոշ գործողություններ կատարվում են, բայց այնպես չի, որ ԱՄՆ-ն դուրս է եկել։ Հիշում եք, Տրամպն ասում էր դուրս եմ գալու, դեռ դուրս չի եկել, եւ կարծես Իսրայելին է հանձնել քրդերի պաշտպանության թեման։ Մյուս կողմից մեզ հասկանալի է, որ Ադրբեջանում որևէ լրատվամիջոց ինքնագլուխ լուրջ չի տարածի, այն էլ կեղծ լուրջ է։ Այդ կեղծ լուրը առնչվել է Բաքու Անկարա այդ առանցքին իբր Էրդողանը օգնում է Հայաստանին, ծանոթ եք այդ ինֆորմացիան։ Ինչու են անում։ Ինչ են շոշափում։ Ես կարծում եմ Ալիևը վախենում է, որ Տրամպը հանկարծ Բայց այստեղ հասցեագրված որևէ բան չկա։ Ինչու, որովհետև հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր է Թուրքիայի համար։ Որոշ փորձագետներ ասում են, որ Թուրքիան դուրս մնաց։ Չի կարող Թուրքիան դուրս մնալ այդ ծրագրից, որովհետև ճանապարհը անցնում է Թուրքիայով դեպի Եվրոպա, ուրիշ տեղով չի կարող անցնել։ Հիմա գուցե հայկական կողմը խոսել է, բացատրել է եւ դա ԱՄՆ-ն տեսնում է, որ Էրդողանը կապում է սահմանի բացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ եւ հնարավոր է Էրդողանին հասկացնում է, որ դու գործ չունես այդ խնդրի հետ, դու սահմանը բացում ես, Ալիևը երբ կորոշի, դա արդեն մենք եւ Ալիևը կհասկանանք։ Ալիևը չի ցանկանում ինքը տեղյակ չլինել իրադարձություններից եւ հանկարծ որ իր թիկունքի հետևում ինչ-որ պայմանավորվածություն լինի։ Ես վստահ եմ դա Էրդողանի ցանկությամբ չի լինի, բայց ինչպես նշեցի, ԱՄՆ-ն դա միակ երկիրն է, որ ռեալ լծակներ ունի Թուրքիայի վրա, հանդիպես տնտեսության տեսքով։ Դրա համար Ալիևը չի ցանկանում, որ հանկարծ պայմանավորվածություն տեղի ունենա ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ, որի մասին իրենք տեղյակ չլինեն եւ ես կարծում եմ Ալիևը չի ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի հակառակ պարագայում, ինչի պիտի այդպիսի ջղաձգումներ տեղի ունենա։ Ինչու Թրամփը փչացնում հարաբերությունները Եվրամիջան։ Շատ բարդ հարց է։ Գիտեք, ես շատ հաճախ մտածում եմ, դա հատուկ է արվում վախեցնելու համար Եվրամիությանը, բայց մենք տեսնում ենք հակառակ process-ը Եվրոպան, մենք Կանադայի դեպ վարչապետի ելույթը ցնցող էր, նույնիսկ այո, Չերչիլի ելույթի հետ են համատում։ Եվրոպայում էլ կան լիդերներ, որ ասում են, որ դուք չպիտի մեզ ասեք, ինչ անենք, խոսում են մաքսատուրքերի մասին ԱՄՆ նկատմամբ եւ ինչ արեց Տրամպը հետ քայլ։ Ասեց մաքսատուրքեր չեմ դնում այդ 7 երկրների վրա Եվրամիության, Գրենլանդիան էլ ուժով չեմ գրավելու, ուղղակի փորձում եմ գնել դեռ։ Այսինքն Տրամպը հեղինակազրկում է դեպի իր խոսքերը։ Եթե դու ինչ-որ մի բան ասում ես եւ հետո չես անում, ինչպես դուք ասում եք, իրենք հզորների շրջանում դա ընկալվում է որպես թուլություն։ Ես Իրանը կռմբակոծեմ, օգնությունը գալիս է, չէ՞։ Ես կարծում դա ոչ թե մտածված քաղաքականություններ, սկզբում այդպես էի մտածում, այլ իր սպոնտան, հայերեն չեմ կարող հիշել անալոգը բառը, այսինքն հանկարծակին այդպիսի որոշումներ է կայացնում, մտածում է կվախեցնի, իր գրքում այդպես է, չէ՞։ Դե մեզ ձեռնտու չի ամեն դեպքում Վաշինգտոնի հարաբերությունները Բրյուսելի հետ սրվածությունը այդպես։ Ես կասեմ, մեզ հիմա որևէ բան ձեռնտու չի ինչ որ կատարվում է, ոչ Իրանի շուրջ, ոչ Մերձավոր Արևելքում, ոչ Սիրիայում, որտեղ դեռ հայկական համայնք կա։ Ադրբեջանն էլ ակտիվ է ուզում լինել այդ տարածաշրջանում, իսկ մեկ խաղաղապահներ են ուղարկում Պաղեստին։ Ոչ ԱՄՆ Եվրոպա հարաբերությունների սրումը, ոչ Պուտին-Տրամպի խաղերը Հայաստանի որևէ բանը ձեռնտու չի։ Մեզ ձեռնտու չի, որ Վրաստանը Եվրամիությունից շեղվեց։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանը շատ խնդիրներ ունի, որը մեզ ձեռնտու չի եւ հուսով եմ դրանց վրա ուշադրություն է դարձվում։ Ով։ Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունները։ Սա այն մթնոլորտն է, որը կպահպանվի չնչին, այսպես տուրբուլենտությամբ մինչև ընտրություններ։
Ներքաղաքական թե միջազգային ասպարեզ։ Դե միջազգայինից շատ բան է կախված։ Միանշանակ։ Գիտեք, ինչ էլ գծվի, Հայաստան այնպիսի երկիր է, որ մենք ենթարկվում ենք փոքր երկրները ազդեցությունների, հատկապես որ մեծ երկրները հիմա մրցում են մեր տարածաշրջանում, նաև մեր երկրորդ երևի տարածաշրջանը Եվրոպայից հետո, որովհետև միջանցքի առումով կարևոր է Հարավային Կովկասը։ Այդպես մտածել, որ ես տիրապետում եմ իրավիճակին, դա շատ սխալ է, այսօր որևէ մեկը չի կարող ասել 1 ժամ հետո ինչ կփոխվի։ Եվ եթե տնտեսական խնդիրներ լինեն, հուսով եմ այդպիսի բան չի լինի, որովհետև Իրանի հանդեպ հնարավոր մաքսատուրքեր եւ ճնշումները կարծես այս ռեժիմը չի գնալու համաձայնության եւ ոչ թե ԱՄՆ-ն կհարվածի, իմ կարծիքով նա կփորձի խեղդել Իրանի տնտեսությունը, իրանական նավթը տեղափոխող նավերը արգրավելով, ինչպես դա արեց Վենեսուելայում։ Եվ եթե Իրանը խնդիրներ ունենա եւ մաքսատուրքերի տակ գտնվի, մենք միակ սահմանն ըստեյության դե Վրաստանն էլ ցավալի է պրոռուսական է, Իվանիշվիլին վերին լարսը Եփուսի կփակի։ Դե հեղուկ գազի վրա արդեն կա իրանական դեպքերի ազդեցությունը, մենք հիմա այդ հեղուկ գազը բերում ենք Ռուսաստանից Ադրբեջանի օգնությամբ։ Բացասականն այն է, որ Ռուսաստանի նկատմամբ են խոսում սա նոր սանկցիաների մասին, այսինքն Հայաստանը, քանի որ ունի երկու փակ սահման, գոնե բացվեն դրանք, եւ այսպիսի երկու հարևան շատ բացասական է։